Ողջույն հարգելի հետևորդներ, եթե դիտում եք մեր հաղորդումը, նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ։ Արամ, մեր նախորդ նկարահանման հենց օրը երեկոյան ստացանք գույժը, որ տեղի ունեցել դաժանաբար սպանություն, սպանվել էր ոստիկան եւ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանն էր սպանվողը եւ 3 օր անց փաստորեն քննություն բացահայտեց սպանողին, պարզվեց դա վենդետա էր։ Արամ, ուզում եմ անդրադառնանք այս դեպքին ինչի համար, որտեղ մեր հետևորդները մեզ հարցեր են տալիս, այդ բան տվյալներ չկար եւ սպանության առաջին իսկ օրը հանրապետական կուսակցության ներկայացուցիչները միանգամից հայտարարում են, որ սպան արյունը Նիկոլ Փաշինյանի վրա է եւ նա է մեղավոր առանց բանի, որ սա վենդետա է տեղի ունեցել, քանի որ ամիսներ առաջ սպանել էին Նարեկ Օհանյանի եղբորը Գրիգոր Օհանյանին եւ նա վրեժը լուծել էր։ Իսկ ինչի համար էր վրեժ լուծել, փաստորեն երևի արդարադատությունից, որ ճիշտ արդարադատություն չկա Հայաստանում, երևի, բայց արդեն 8 երեխա մնացին առանց իրենց ծնողների։ Շնորհակալ եմ հարցի համար, Արթուր, եւ ես ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին, ընտանիքներին, Վալոդիա Գրիգորյանին ճանաչել եմ վաղուց, չեմ ասի, որ այդպես հարաբերություններ ենք ունեցել մոտ, ուղղակի որպես համայնքի ղեկավար այդ տվյալ բնակավայրի այդպես ճանաչել եմ, գիտեի, որ նա կուսակցություն կա, այդպես կուսակցության անդամ է, այդ կուսակցության ցուցակով էր ընտրվել որպես քաղաքական գործիչ։ Ես նշեմ, որ հանրապետական կուսակցության այդ Սերժիկ Սարգսյանի թափթփուկներին նախ եւ առաջ կցանկանամ հիշեցնել, որ թող չմոռանան, թե ինչպիսի սպանություններ են եղել Սերժիկ Սարգսյանի տարիներին եւ ամենահայտնի դեպքը դուք կհիշեք տարիներ առաջ Յորոդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանությունը, եւ ակնհայտորեն մենք գիտեինք, որ Յորոդմասցի Լյովիկը դա մի անձնավորություն էր, որը որ Սերժ Սարգսյանի համար անընդհատ ձայներ է ապահովել այդ ընտրությունների ժամանակահատվածում եւ այսպես այդ ժամանակ հանրապետական կուսակցության այդ քոչանասերժական եվնուխները ուղղակի հիշողության կորուստ էին ունեցել եւ չէին քաղաքականացնում, ասում էին, որ դա այդպես միջանձնային հարաբերությունների արդյունք է, քաղաքական գործ չի, մոռանալով, որ այդ մարդիկ եղել են իրենց քաղաքական հենարանը փողոցում, այսինքն խորհուրդ կտամ այդ թափթփուկներին ուղղակի այդպես թարմացնել իրենց հիշողությունը եւ մի փաստ արձանագրեմ, որ 30 տարվա ընթացքում այդ նախկին ռեժիմը միշտ էլ աչքի է ընկել քաղաքական սպանություններով եւ դրանք ոչ մեկն են։ Այդ տասնյակ սպանություններ կան նաեւ Վարշավաստիճան պաշտոնյաների, նաեւ չմոռանանք հոկտեմբերի 27-ի այդ ոչրագործությունը։ Իսկ հիմա այդպես հիշողությունը թարմացնելուց հետո այս թափթփուկների անդառնանք հենց այս գործին, տեսեք, մենք երբ ուսումնասիրեցինք ինֆորմացիա այդպես ստացանք եւ սկսեցինք ուսումնասիրել ընդհանրապես թե ինչ խնդիր է իրենց մեջ եղել, նշեմ, որ այսօր նաեւ այդ իրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ծառայում են նախկին ռեժիմին, նաեւ դատարաններում կան մարդիկ, որոնք որ ծառայում են նախկին ռեժիմին, այդ քոչանասերժական այդ Ղարաբաղյան կլանին եւ իմ կարծիքով տեսեք ամիսներ առաջ սպանված երիտասարդը, որը որ սպանվել էր եւ կային մի շարք անձինք, որոնք որ մեղադրվում էին սպանության մեջ, չգիտես ինչու նրանք հայտնվել էին տնային կալանքում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այսօր մի մեշոկ կարտոշկա գողացողին տարիներով արդեն դատապարտել են, բայց սպանության մեջ մեղադրվող է եւ նաեւ այնտեղ կա ապօրինի զենքի հանգամանքը, այսինքն սա արդեն խոսում է մի բանի մասին, որ ակնհայտ էր, որ այս սպանությունը ունենալու է շարունակություն եւ եթե իրապահ համակարգը, մեր արդարադատությունը, մեր դատական համակարգը, որը որ պետք է վերափոխվի եւ ես խորհուրդ կտամ ոչ թե կաթողիկոսին փոխեն, դրա ժամանակ էլ կգա, այդ մտես դատավորներին կարգի հրավիրեն, որոնք որ չես հասկանում ինչով են զբաղված, այսինքն սպանությունն է տեղի ունեցել, տնային կալանք են տալի եւ դրանից հետո նաեւ ես հարցազրույցը դիտեցի այդ երիտասարդի, որը որ վրեժ խնդիր է եղել, որը որ կոչ էր անում, որպեսզի արդարադատությունը գործի եւ եթե արդարադատությունը գործեր, բնականաբար այսօր մենք չենք ունենա այն ինչ ունենք։ Մեղադրվողները կլինեին կանոնավորված, իսկ մենք այսպես մամուլում կարդացինք եւ ականատես եղանք, որ
Վոլոդիա Գրիգորյանը գնում էր հենց եղբոր ծնունդը շնորհավորեր, որը որ գտնում է տնային կալանքում, այսինքն չհասկացանք, մարդ սպանեն, ապօրինի զենք պահեն, մի հատ էլ տնային կալանքում ծնունդ նշեն, սա օբյեկտիվորեն ենք մենք ասում, եւ սա ակնհայտորեն այդտեղ ոչ մի քաղաքական գործ չկա, սա միջ անձնական, այսպես հարաբերությունների արդյունքում իրավիճակ է եւ բնականաբար մեր ընդդիմություն կոչվածը ճակերտավոր ոռնում էին, որ Նիկոլ Փաշինյանն է, իշխանությունն է, քաղաքական է, չգիտեմ, Վոլոդիա Գրիգորյանը ամեն հարգանքով եւ եւս մեկ անգամ ցավակցում եմ, բայց քաղաքական առումով մի այդպիսի, չգիտեմ, երևելի քաղաքական գործիչ չէր։ Սովորական համերգի ղեկավար էր, հարգում էին, տեղ էին տալի, ընդունում ենք, բայց ասել, որ սա, չգիտեմ, ինչ-որ քաղաքական գործ է կամ ուղղակի էժանագին մանիպուլյացիա է ընդդիմադիրների կողմից, որոնք որ հավատարիմ են իրենց այսպես այդ գործին եւ ցանկացած։ Ես ասում եմ, չէ, վաղը Էջմիածնում կատուն գնի ավտոյի տակ, կասեն քաղաքական է։ Այո, եւ այդ կատուն վարկանիշներ դառնալու էր, բան, չգիտեմ, վարչապետ գցին ավտոյի տակ։ Սրանք այդ են եւ ես նորից եմ նշում, տեսեք Արտուր, մի զարուրելի իրավիճակ, երբ այդ քաղաքական գործ համարողները Վոլոդիա Գրիգորյանի թաղման օրը ազգային ժողովում իմպիչմենտ էին գոռում այդ թափթփուկները։ Այսինքն սրանք անգամ իրենք մի քանի օրվա մեջ իրենց բացահայտում են այդ մոտիվները։ Թող գնան Սերժիկին ու Ռոբերտին հարցրեն, թե ինչ սպանություններ է տեղի ունեցել այդ տարիներին։ Վիժվածքներ։ Օրինակ սպանության հաջորդ առավոտը Գառնիկ Դանելյանը եւ Էդգար Ղազյանը քիչ էր մնում Խալադոկի մոտից տաքսի բռնեին, որ հասնեին տեղ եւ գոռային, որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է կատարած։ Ինչեւ ես ներողություն եմ խնդրում Արտուր, տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը առաջնորդվել, ինչպես առաջնորդվում էին Սերժիկ Սարգսյանը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, եւ Ռոբերտ Քոչյանը, ապա այսօր այդ ձեր նշած հոմո սապիենսները, որոնք ամեն օր իրենց պատրում են այդպես ամպագորգոր արտահայտություն անում, նրանք այսօր գիտեք որտեղ էին լինելու։ Պատվաներում, պատժեցներում ուղղակի ծեծի են ենթարկվելու։ Ինչպես որ եղել է այդ թափթփուկների իշխանության օրոք։ Մեկ եմ այդ Աշոտ Մանուչյանին ով ծեծել տվեց։ Մոռացել ենք մենք։ Մենք այդ ամեն ինչը չենք հիշում։ Եվ նորից եմ նշում, այս թափթփուկներին խորհուրդ կտամ մտ իրանց քաղաքական պապաների անցած ուղին նայեն։ Եվ փաստորեն նախորդից մնացած այս դատավորներից դուրս է գալիս, որ օրինակ Միքայել Սրբազանը ավելի վտանգավոր անձ է, քան ասենք Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը, ով մարդ էր սպանում։ Բնականաբար, տեսեք, հենց այդ իրավական համակարգում ես չեմ ասում, կան ծպտյալ քոչայանականներ, որոնք որ պետության դեմ են գործում։ Նրանք ուսադիներ են կրում, բայց գործում են պետության դեմ եւ գործ են տալի, ինֆորմացիա են փոխանցում, բազմաթիվ դեպքեր ենք մենք տեսել եւ դա պետք է նորից եմ նշում, պետք է իշխանությունը այսօր Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ հստակ քաղաքական գնահատական տա եւ այդպես քայլեր ձեռնարկի, որ վաղը նորից եմ ասում, Էջմիածնում կատու չեն գնի ավտոյի տակ, ասեն Նիկոլ Փաշինյանը սարքեց, հեսա վարչապետ էր, իմպիչմենտ էին կանելու, այդ կատվին ընտրեինք վարչապետ։ Ես խեմ այդ կատվի օրինակը բերում, որտեղ այդ կատուն ավելի շուտ վարչապետ կդառնա, կամ էս քան սրանց այդ թափթփուկները, որ իրանց ճղում են, 10 հոգով ցույց էին անում, տեսակ։ Արամ, եւ գիտես հարցը ինչն է, որ ինչքան դիտում եմ իրանց ելույթները, բոլորի մեջ մեղավոր են այսօրվա իշխանությունները, ամեն բոլոր մեղքերի մեջ, բայց մի հատ չկա ելույթ, որտեղ իրանք խոստովանեն, որ իրանք որոշ հարցով մեղավոր են, ասել։ Մենակ այսօրվա իշխանությունը ամեն ինչում, ես էլ եմ որոշ չափով համակարծիք, որ այո, մեղք կա այս իշխանությունների, բայց ասենք ես էլ եմ ուզում իշխանափոխություն, բայց ես օրինակ չեմ ուզում տեսնել, որ ասենք գալիս է Ռոբերտ Քոչյանի կամ Սերժ Սարգսյանի թիմը, մարդիկ ովքեր բացի այդ թեզից, որ Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչում մեղավոր, փողոցի վթարներում եւ Արամ այսօր իհարկե այս հաղորդումը հեռարձակվում է սեպտեմբերի 28-ին, բայց մեր նկարահանումը սեպտեմբերի 27-ին է տեղի ունենում եւ 5 տարի առաջ այսօրը մենք ստացանք գուժը Արցախից եւ 5 տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը Հավերժ Փարք մեր հերոստղաներին, բոլոր այն անձանց, ովքեր զոհվեցին այս ծանր 44 օրվա ընթացքում եւ միայն կարող եմ վստահ ասել, որ 44-օրյա պատերազմին կռվել են հենց մեր սովորական զինվորները կամ կամավորները։ Իսկ այդ նյարդայնացնող է ուղղակի Արամ, ասենք, շատ դժվար է հիմա էմոցիաները, լավ է որ կադրում չի երևում, դժվար է ասենք պատկերացնել, որ օրինակ այսօր առավոտյան Շահրամանյան Սամվելը խոսում էր կամ
Սեյրան Օհանյանը խոսում է, Շահրամանյան Սամվելը համաձայն չէ, ասում է, այն լուրջ չի վերաբերում են մարդկանց, ովքեր մեղադրում են իրեն Արցախը տալու մեջ։ Դե Շահրամանյան Սամվելի եթիմին գիտեք ինչ, արդեն անլուրջ է ինչ որ բան ասել է, որովհետև գնաց է թղթով թամասով պետությունը լուծարել համբալը։ Այսինքն հիմա ես զարմանում եմ, մարդ ինչ աշճանի կներեք այդ արտահայտության համար, չգիտեմ հայերեն ոնց է, էլի պադոշ պետք է լինի, որ գնա եռաբլուր։ Այսինքն Շահրամանյան Սամվել, այդ թափթփուկ, դու պետություն ես լուծարել, դու Ղազագիր ես գրել, դու գնացե չոյքել ես Թուրքիայի դեմը, դու որ նամուս թասիբ ունենայիր, ասետոն խմեիր կմեռնեիր։ Պատվով կտանեին քեզ թաղեն եռաբլուրում։ Բայց դու ով ես։ Մի հատ էլ այսօր մեզ այսինքն ինքը մեզ անլուրջ է համարում, ես եթիմը։ Գնա պետություն լուծարի 100 տանգ է տվել Թուրքին բանձիկով։ Միլիարդների տեսեք, պետությունն էին լուծարում, փոխանակ զենք զինամթերքը ոչնչացնեին, որ թշնամուն չմնար, բան էին անում, այդ իրանց վարկերի թղթերն էին վառում, ով որ բանկից ինչքան փող ա վեկարել, հիմնադրամից ինչ ա արել։ Ու սրանք խոսում են այսօր լրջությունից։ Ես այս թափթփուկին այլևս չեմ ուզում անդրնալ, որովհետև նա պետք է դատվի։ Նա պետք է գնա եւ սրանց այսօրվա գործունեությունը հակապետական գործունեություն է։ Իրանք իրանց երկիրը թողին թռան։ Թողին փախան։ Իրանց պապական գեզմանները, իրանց սուրբ հայրենիքը թողին փախան։ Երբ որ մեր Հայաստանի ես տարբերություն չեմ տենում արցախցի հայաստանցի մեր հայ ժողովուրդն է, բայց չմոռանանք որ Հայաստանից մարդիկ գնում այնտեղ ծառայում էին։ Այդ երկիրը պահում էին, որ սրանք թալն էին։ Սրանց գործունեությունը 30 տարի Արցախում ի՞նչ ա եղել։ Օգնություն պոկեն ինչ-որ արտասահմանից Հայաստանից, փողերը ուտեն ու հանքերը այնտեղի թալան են, ասենք։ Ուրիշ ինչով են զբաղված եղել։ Հենց որ պետք եղավ զենքը ձեռը վեկանային կռվեին, փախան սա մեծ մասը այդ թափթփուկների։ Հիմա եկես դու ինչ գորմեն Արցախ։ Մարդը ստորագրել է, պետությունը լուծարել է։ Այդ մարդուն ինքը թղթով թամասով ասում է ինքը իրան քֆուր ա տվել, պատասխանը տվել է։ Սրա մենք ինչի անդառնանք այս անինքնասերի։ Դու շուտ չմոյի պես դեմքին նայում ես, սիրտդ խառնում է։ Հելը գնաց թե եռաբլուր։ Դու եռաբլուրում ինչ գործ ունես ընդհանրապես։ Ես ապագայում իրան կարամ մեր ավտո լվացման կետում կամ ինչ-որ միտեղ մոյկայում գա շուտ մեքենա բան լվանամ ինչ-որ մատ օգուտ տա։ Ինչ-որ մի բանով, թե չէ սա ով ընդհանրապես։ Արամ եւ այսօրվա անդիմությունը մեղավոր է փնտրում եւ չի գտնում, բայց արի նայենք եւ փաստերով սկսենք խոսալ։ Այսօր հենց Սեյրան Օհանյանին հարց տվեցին, որ ասում են այն ժամանակ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը գնացել է մի զորամաս եւ այնտեղ եղել է ԱԿ 74-ն իրան տվել, մաշված, որը չի կրակե։ Ման հիմա ասենք Սեյրան Օհանյանը, որ հարցնում են, ասում են այդպես է եղել թե չէ, ասում է դե ունեցել ենք զենքեր տարբեր տարիներից ՀՀԿ-ից են տվել, բանից խորհրդայինից, մինչեւ հիմա ասում ունենք 1945 թվի զենք, որը լավ է կրակում, բայց ասենք Սեյրան Օհանյանը տեսնես ինքը իրան հարց տալիս է, լավ է իր տարիներին մեր հաստատ հետևորդներ կունենանք, երբ որ ինքն ա եղել պաշտպանության նախարար։ Հիշում ենք, որ ասենք ինչ բանակ ինչ վիճակում ա եղել։ Այտենց երևի մեխանիկ վարորդի չի եղել, որ չզանգի տուն, ասի 500 լիտր զորացրվելու ժամանակ բենզին բանարեք, սալյարկա ուղարկեք, որովհետև չեն թողում զորացրվեմ։ Երբ որ տեխնիկան դուրս ա եկել տագնապի ժամանակ, սալյարկա չի եղել մեջը, կամ ասենք բանը Մովսես Հակոբյանը նույն ինքը Մոսին։ Այո, փուր էր դրե հաջողություն։ Կախվեր պետքա, կախվեր, ասենք, པարզ բացահայտեցին, ասենք, փաստերով ներկայացրեցին, որ ինքը իր առանձնատունը վաճառել է նախարարանի պաշտպանական բանակի վրա, հետո մի հատ էլ նորից նվեր է ստացել դա, ասենք, բանով։ Բա մի հատ էլ մամուլի ասուլիս էր կազմակերպել, հայտարարում էր, որ եթե իրան Սամվել Բաբայանը պետք է հրամաններ տար, ինքը պետք է բանաներ Ինքը պետք է գնար մամուլով կհայտներ, որ հրաժարվում է կռվել 44 օրյային։ Բայց այս մարդկանց մասին ինչ ասես ասես։ Տեսեք, Մովսես Հակոբյանին ինչ ասենք, նա Մոնթեին խփեցին թռավ։ Այդ ամեն ինչը մենք հիշում ենք, չէ՞։ Մոնթեի տեղակալները այդ ժամանակ բոյ եղավ, գիտեն բոլորն էլ։ Սրանք թռան կողքից։ Մոնթեն մինչև վերջ կռվեց, զոհվեց, սրանք փախան, թռան, դառան, չգիտես, գեներալ, հրամանատար, ասենք Մովսես Հակոբյանը ինչին անդառնանք այդ թզուկի sense մեր մեջ ասած էլի։ Նա ինչ-որ փուրա ընդ դրե կոմերսանտ ասա, բիզնեսով զբաղվե, սրանք զինվորի հաց ուտողներ են եղել։ Մարդը իր տունը փաստը չէ, որ ծախել է պաշտպանության բանակին։ Բայց սրան ինչ ասենք սրան։ Սրան ով է, սրան գեներալ տվողի դեմքին պետք է թանք թքենք։
Քոչյանն կամ Սերժը, չգիտեմ, այդ երկու թափթփուկից մեկը պետք է լինի։ Հիմա անդառնանք Սեյան Օհանյանին։ Սեյան Օհանյանը դա բոլորս գիտենք, որ հայտնի պատկաբլուշնիկ է։ Բնա նախարար եղած տարիներին 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց կնոջ Ռուզանի Տրուցիկի ռեզինի մեջ էր մտե, դա կինն էր որոշում, ով ինչ անի, ոնց անի։ Հիմա էլ ասես այդ Վահագին Թաղամասի տունը քեզ ու դու ծարա, ասում է Ժակ Ֆուֆուի անունով է։ Չենք ասում ում անունով է, գիտենք, մի հատ ֆրանսիացի բոմժ է գտե, իր անունով է գրանցել այդ տունը, որ պասպորտ ունենա ֆրանսիական, չկարանան ձեռներից հետ վեկալեն։ Սևանի դա չեն։ Այսինքն սրանք պաշտոն են ունեցել մի բանի համար, որ իրանց կանգան Հերմես սունկա առնեն, չգիտեմ, հիշում եք, չէ՞ հայտնի նկարները, ինչ-որ հկը էր բացե, բաներ անում, ծաղիկ էր դրե, շորի հետ պետքա ծաղիկը լներ։ Այսինքն սրանց ինչին անդառնանք, ես պատերազմը եղավ, մի հատ ընդդիմադիր ասեք, որ մատը փուշ ա մտել, գնացեն դե կռվել է։ Երևանի կենտրոնում նկարվում էին, ինչ-որ համազգեստ էին հագե, ով գնում էր պատերազմ, ասում էին մեր ջոկատն է։ ՆԱՏՕ-ով կիքով կանգնած էին։ Ով մեռավ, ասին, ով զոհվեց, ասին դաշնակ է։ Թե մարդիկ դաշնակցության հետ իշկապ ունեին։ Այն առաջի պատերազմին է տենց եղել։ Ինչքան մեր հայրենասեր հայորդիներ կային զոհվեցին, ասին դաշնակ է։ Բայց իրանց այդ ղեկավար կազմը ասում ես լավ, գնայր հաց ու պատրոն տաներ, պետք չէ, այդքան դուղ չունեք դուք կռվեք, բայց գոնե այնտեղ էլ նեիք։ Եկեք այստեղ գոռում էին Արցախ, մինչև վերջ կռվելու ենք։ Սրանք հայը թե կռիվ չեն արել ու մնաց ինչ-որ պատերազմի մասնակցին։ Այսինքն ինչ վերաբերում է մեր իրավիճակին, թե ինչու մենք պարտվեցինք, որովհետև Արթուր, տեսեք, հասարակ բան եմ ասում, պետք չի, չգիտեմ, գիտնական լինել կամ ինչ-որ գիտելիքներ ունենալ։ Գնացեք, բացեք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպառազինությունը 1994 թվականից սկսած չէ 2018 թվական։ Ինչ ենք ձեռք բերել, ինչքան բյուջե է եղել ու նայեք Ադրբեջանին։ Հիմա Սեյանը որ ասում է 45 թվի զենքեր ունենք, ճիշտ է ասում։ Նետո աղեղել կարող է այն Հայկի ու Բելի կռվից մնացածը լինի իրանց պահեստներում, Ռագատ կա։ Ապրիլյան պատերազմը հիշում եք քարորյա։ Ասում է հաղթեցինք, սա ասում են հաղթեցինք։ Տարածք ենք կորցրի, իրանք ասին հաղթեցինք։ Վերջում մասնագետները եկան, ասում են օդը փակեք, մենք խնդիր ունենք, այսինքն այդ ԱԹՍ-ների հետ կապված։ Տոնոյան Դավիթիկին հիշում եք, Սերժիկի կադրը ինչ հայտարարեց։ Ասում է մենք գրանատամյոտով էլ կխփենք ԱԹՍ-ներին։ Բա դու պաշտպանության նախարար ես, թափթփուկ։ Բա այդ քիչ էի խփում։ Որովհետև մեր զինվորի ձերը նետո աղեղու բահ է եղել։ Ռակետներով ու ԱԹՍ-ներով վրա են տվել։ Զինվորը ինչ անի։ Ինչ նետո աղեղով կռվի 45 թվի։ Այսինքն փաստ է, չէ՞։ Վերցեք նայեք Ադրբեջանի բյուջեն պաշտպանական իրանց նախարարության ու մեր։ Դա նույնն է, որ վաղը իմանաս վրետ տանգով, չգիտեմ, ռակետներով գալու են գնաս դանակ առնես կամ չանգալ պատարակախ։ Էլ ոնց բացատրենք սրանց։ Հիմա ուղղակի իրանք 30 տարի թալան եկել է, հոշոտել են այս երկիրը, հիմա էլ մեղավոր են գտե։ Հիմա վաղը Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունեցավ, ես հավաստի ասում եմ 100%, դե սրանք հետ եկան, Քենեդուն ասել ինքն է խփել։ Ասում են Օսվալդը կապ չունի, Փաշինյանի զակազներ, քաղաքականներ, Խրուշովին խանգարում էր օրինակի համար։ Սրանք անինքնասեր, արդեն վերջացած երևույթներ են, սրանք ամոթը սրանց անդրադառնալ է, որտեվ մարդը տունը ասում ես որտեղից այդ միլիոնավոր դոլարներ արժի, ասենք, եկամուտը, հիմա Ժակ Ֆուֆուինն է։ Հիմա Սեյանի ինչին ես անդառնամ։ Սրանք նորից եմ ասում, սրանք այնքան իրանց տների մեջ անգամ տղա չեն, իրանց կյանիք են որոշում սրանք ով են։ Էլ սրանց մենք գնահատական տանք։ Արամ եւ իրանք հայ ժողովրդին խնդրում են որ շնորհակալություն հայտնի ժողովրդը իրանց նրա համար որ իրանց ժամանակ իրանք հիմնավորում են որ Արցախը հայկական էր բայց ասենք իրանք չեն ասում որ դա ընդամենը ժամանակի խնդիր էր այդ ժամանակ երբ որ ասենք տեխնիկան իրանց պեկատեն չէր կրակում ասենք կամ հրետանին սխալ հաշվարկներով էր աշխատում այդ ժամանակ Ադրբեջանը վերազինվում էր եթե հայկական էր թո ճանաչեին այդ ժամանակ Ադրբեջանը վերազինվում էր Արամ ինչի մասին է Արտուր տեսեք Ալիևը Հեյդար Ալիևը կհիշեք Ռոբերտ Քոչյանը որ հայտի որ վզից բնեց կողեց պալատկի մեջ հետո տեսակ չեն վիսկիով բանով sense ռեխը բացած Քոչյանը բանին վիդեոներ էին գցում տեսեք ինչ օրը գցեց Ալիևին Ալիևը հասկացավ որ ժամանակ է պետք զինվելու ասեց հարիվներին հեսա կուտը կտանք չայս կուտ տալու բանը չկար սրանք թուրք են սրանք հորողբոր տղեկ են այսինքն եթե Արցախը հայկական էր
Խի անկախություն չճանաչեցիք։ Վերամիավորեիք Հայաստանի հետ, մայր Հայաստանի հետ, անկախությունը ճանաչեիք։ Չէ, խի ճանաչեին, բա Արցախը իրանց պետք է որ չճանաչված լիներ, որ ինչ ուզեին ընդ անեին։ Ոչ մի վերահսկողություն չկար։ Սինթետիկ նարկոտիկ էին արտադրում Արցախում, մոռացել եք։ Վովայի արշակ կա մի հատ։ Պատրաստվի արշակ։ Քո հետ կապված ինֆորմացիաները գալիս է արդեն, հենց այդ Արցախի հետ կապված։ Այսինքն սրանք ինչ են եղել, կրիմինալ, թալանչի, կեղեքող, բայց փող են տվել ու ամբողջ մամուլը գրել է հերոսներ, չգիտեմ, այն մի հոգի էլ կար, այն 43-ը կապի մեջ է, ինչ է այն, Օգանովսկիա, ինչ է, ուր են բախեն փախել։ Սրանք իրանց հոր շիրիմը, իրանց սրբությունը թողել, փախել են Արտուր։ Ինքնասեր զինվորը, հայ մարդը, զենքը ձեր ընդ զոհվել է։ Իսկ սրանք լեքսուսներով իրանց բաներով տան մեբելն էին արդեն կրում բերում Երևան։ Սրանք էդ են, դրա համար եմ ասում, սրանց վերջը եկել է։ Իրանք այլևս քաղաքական դիակներ են։ Իրանց լսանել չունեն, իրանց մարդ չել լուրջ վերաբերվում արդեն։ Հեսա մի տարի էլ չմնաց։ Մյուս ընտրություններին հաջորդը հանելու է շպրտի սրանց դուս ուղղակի այդ խորհրդարանից։ Դա է։ Արամ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օրինակ իրանց մի բանի համար կարամ շնորհակալություն հայտնեմ, բանակի հետ կապված, ես հիմա ասեմ եւ հետո արդեն ավտոմատ հիմնավորումները կլինի, որ իրանք կարողացել են առաջի պատերազմից հետո, Արցախյան պատերազմից հետո մենակ զինվորի բարեհոգեբանական վիճակը ամենաբարձր կետի վրա պահել։ Դա իրանք չեն արել, Արտուր, տեսեք, այս թափթփուկները ոչ մի բան չեն արել։ Առաջի պատերազմում հայ ժողովուրդը հաղթել է։ Հայ զինվորը, հայ մարդը արունա թափը հաղթել է։ Սրանք մի բան են արել, սեփականաշնորհել են հաղթանակը։ Սրանք տեսեք, ի տարբերություն կռվողների վիդեոկամերա ունեին։ Այսինքն այնտեղ մարդիկ Լեոնիդ Ազգալյանը, Մոնթե Մելիքյանը կռվում էին, Օգանովսկին կամերա ուներ, կամերա էր առել, զենք առնել ուտեղը, ինքը իրան էր նկարում։ Ուտես դարավ հերոս։ Այդ միֆը փլվեց այս վերջի պատերազմում։ Այսինքն այն մեր սերունդը, այն մեր մեծերը, որոնք որ այդ հաղթանակը կերտել էին, այնտեղ էլ զոհվել էին հանուն այդ հաղթանակի։ Իսկ ես մարաջոր թափթփուկները կամերայով, վիդեոյով իրանց նկարել էին, դարել էին հերոս Շուշիում, գիտեք, 300 քանի հոգի մարդ է մասնակցել Շուշին ազատագրելուն, 600 մեդալ էին տվել 500։ Դուք պատմում եք ինչ աչանի գիշ պետք է լինեն սրանք։ Ես մի անգամ հաշվում էի, թե Հայաստանում ինչքան գեներալ կա ու համեմատեցի սովետական միության այդ ռազմական բաներով, ահա սարսուր իրավիճակ էր։ Ով քնից հելնում էր Սերժին 2 կոպեկ փող էր տալի կամ Ռիտային էր զանգում, դառնում էր գեներալ։ Սրանց ինչ ասես։ Բայց այդ գեներալները ուր են։ Խի են փախե Հայաստանից։ Մտել են իրանց թախտի տակ, որովհետև իրանք չեն ուզում վերապատրաստվել, իրանք գիտեն մի սխեմա։ Կյանքի բերումով ես հայ գեներալների շատերի հետ անձնապես որ շփվել եմ, ճանաչել եմ, մի բան կարամ ասեմ, 99%-ը պատկաբլուշտիկ իրանք կնգափեչի տակ մտած շուտ երևույթներ են։ Իմ անձնական կարծիքն է դա։ Իրանք տունը իրանք կյանիք են որոշում։ Էդա, սրանց ինչ ասենք մենք։ Մտել սենց ընտանիքներին նայեք, սրանց վիճակը նայեք։ Այս թափթփուկների գեներալ, չէ՞ մի չէ։ Օրինակ Սեյրան Օհանյանը պետքա գետինը բացվեր մտներ մեջ ասենք։ Սեյրան Օհանյանի ղեկավարած պաշտպան բանակի ժամանակ, ասենք ես հիշում եմ, Գորիսի գնդում առաջին բանակային կորպուսի Գորիսի գնդում Մելիքսետ Պողոսյանն էր ղեկավարում, որ հետո դարձավ Սյունիքի մարզպետը։ Մտնում էր ճաշարան, այդ յուղի ճենջի կեղտից ասենք բան, ոտը ցղում ընկնում էր, ցորեն էին կերցնում, կարտոշկի ջուր էին տալիս զինվորին ուտում, որ զինվորը տուալետից դուրս չէր գալիս։ Մենք տարբերություն իրանց եթիմներ, իրանց բջերի ծառայրն ենք, տեսել ենք, այդ զենքը մեր ձեռն է եղել։ Իսկ իրանք Armenia TV-ով Միշիկի այդ Զիբիլի վրի կատվի, իրանց հմեկներով բան էին, լրիվ ուրիշ բան էին ցույց տալի ժողովրդին։ Մոռացել ենք մենք։ Ասենք հրետանու զինվորները ուրախանում էին, որ պետք է գնան Կուբատլույում զորավարժությունների, որտեվ գիտեին օծի միս կուտեն, գոնե կժարիտեն այդ օծի միսը, բանից նռան ծառից կհանեն, դրանով յոլա կգնան։ Բա պետք է զինվորը օծի միս ուտի, որ ռուզիկը, սեյանի կնիկը վարի թաղամասում կայֆավատ լինի։ Այն մյուսի կնիկը բանում Մոնակոյում հանգստանա։ Տոնյան Դավիթիկին հիշում եք պատերազմից հետո որ վիդեո էին տեղադրել, աղբոր աղջիկը հենց բանում Լոնդոնում մուզիկ են միացրած։ Սրանք նորից եմ ասում, սրանք իրանց տան մեջ անգամ տղա չեն, սրանք իրանց կնանիքից, իրանց երեխեքից խաբար չեն։ Սրանք չուլ են։ Դուք չուլ եք, ես ձեզ
ուղիղ եթերով ասում եմ, տիկնակ եւ պարոնայք, այդ նախկին ղեկավարները, այդ գեներալները դուք բոլորդ չուլ եք։ Եվ հետո զարմանում են, թե ոնց եղավ Արցախի հանձնումը։ Այս է, կներեք 1000 անգամ որ ասում եմ համասեռամոլի մասին բան կա, չէ՞, անեկդոտ ասում եմ, ոնց ինչպես դարձել, ասում եմ, տենց հարց ու փորձ անելով։ Հիմա սրանք ոնց դառան այդպես, այ տենց թալանելով, կեղեքելով, բազմաթիվ բացահայտումներ ուներ, որ նույն պաշտպանական բանակի Արցախի սպաները երկու դուխիով մեկ էլ $50 տեխնիկայի տեղերն էին ադրբեջանցիներին հայտնել, փաստ բացահայտված կա, ասենք։ Երկու դուխիով, ասենք դու հանձնում ես ու քո մտերիմներին տանում կրակի տակ ես գցում։ Արտուր տեսակ չէ, սնայադների պատմությունը, որ չաշխատող հին բաներ էին առել։ Այսինքն այդ զինվորը դնում է, որ հրետանին կրակի չի կրակում։ Սրանք սրբություն չունեցող, նորից եմ ասում, զիբիլիվերի կատուներ են, որոնց վերջը մենք մոտ է, սրանք պատմության աղբանոցում են հայտնվելու։ Մեծ մասն էլ դատվելու է։ Թող Նիկոլ Փաշինյանին ամեն օր մոմ են վարում, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Որտեվ գիտեմ, հանգարց Նիկոլ Փաշինյանը գնաց իրանք չեկան, նոր մարդիկ եկան, իրանց հետ ինչա կատարվելու։ Ու իրանց թայֆեքի։ Բերթերում տեղ չի լինելու ուղղակի։ Ու այդ օրը գալու է։ Արամ, եւ տես, ես մեր հեռուստադիտողներին էլ եմ պատմել, որ եղել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ գործի բերումով որպես լրատվականի ներկայացուցիչ, ուրեմն երբ արդեն կեսօրին դուրս եկա ես Երևանից, արդեն ճանապարհին էի դեպի Ստեփանակերտ, այնտեղ Արցախը որ ողջունում է ձեզ, այդ տաբլիչկայից հետո բոլորը լույսերը անջատած էին քշում եւ դիմացս կտրում էին մեքենաներ էին գալիս, պրադոներ, ասենք, որ հաստատ դա կին երեխաներ չէին քշում այդ պրադոներ, ասենք, փախնում էին մարդիկ։ Ես Rolls-Royce եմ տեսել, որ դու գցեր փոքր ավտոն գցեր սարը, իրանք կարողանային անցնեն այդտեղից ու ասենք ամսի 28-ի առավոտյան լուսամուտից դուրս եմ նայում եմ ոստիկանության աշխատողները, ասենք, նստում են այդտեղ Երևանից եկել են միկրոավտոբուսներ են, որ տեղափոխեն ընտանիքների բան, նայեն նստում են մեջը։ Իջել եմ ասում, շտեղս քյում ասում, քյում եմ խոխոցը տանեմ բան, մի հետ Երևան բան։ Ասում եմ դու որ գնացիր, այդ 3 օրը ով է մնալու, 3 օր որ ստե չեղար, ստեղ ով է այդ կարգ ու կանոնը բան անելու, պահելու, ստե որ դու թողում թռնում ես բանը, ընտանիքի ատմասկի տակ, ընտանիքի տենա մարդիկ եկել են, բանով լիքը հայրենասերներ եկել են մասն, դու թողում ես թռնես, որ ով տիրություն անի քո։ Բայց էսա կենցոնի տները հոչի թողելու դատարկ։ Արտուր, տեսեք, մենք ապագայում մեծ հաղորդում ենք նվիրելու Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմին եւ մենք փաստերով ականատեսների աչքերով ներկայացնում ենք նաեւ հոկտեմբերի 3-ի 2020 թվականի հայտնի հանդիպումը թուրք Ռոբերտ Քոչյանի եւ այդ Օգանովսկի Վիտոմիտո այդ վերնախավի հետ Մարիոթում, Ստեփանակերտում, որտեղ մեզ ինֆորմացիան արդեն հասել է, որ Ռոբերտ Քոչյանը ցույցում է տվել, որ սրանք գնան եւ զինվորներին ասեն ծախածա, հանձնածա, թողեք հետ եկեք փրկվեք։ Այսինքն սրանց նպատակը եղել է, այդ որ ասես որտեղ էս Քյունում էր Երևան իշխանություն փոխեր։ Դրանց ցելը այդ է եղել։ Ես որ Ղարաբաղցի ասում եմ, մեր Արցախի ժողովրդին նկատի չունեմ, Ղարաբաղյան կլանի այդ տականքներին նկատի ունեմ, որոնք որ գալիս էին հեղաշրջում անեին։ Դրանք թքած ունեն ամեն ինչի վրա։ Հիշեք մարտի 1-ին Ղարաբաղի այդ հատուկ ջոկատայիններին բերեցին սնայպերով, այդ Երևանի կենտրոնում սնայպերով հայ երիտասարդինով սպանեց։ Այդ էլ գիտենք։ Այդ որ մտավ պահաջեց Լեո փողոցի վրա, երեխեքը տեսել են, չէ՞։ Ասում են ջութակով ձազան եկավ մտավ բանում շենք։ Այդ մարտի 1-ին այդ ջութակով այդ ով էր։ Մենք դա բացահայտելու ենք, չէ՞, ով էր։ Դրանք անգամ Երևանի կենտրոնում հայ են գնդակահարը իշխանության համար։ Սրանք նորից եմ նշում, Աբդուլ Համիդը այսքան վնաս չի տվել մեզ, ինչքան Քոչյանն ու Սերժը, իրանց այդ թայֆով։ Դրա համար եմ ասում, դրանց դեմը բերել է արդեն ու բերելու է։ Նրանք մեր օդը չեն շնչելու այս երկրում։ Հանելու ենք, լարենք սրանց։ Բայց նորից եմ ասում, լարելուց առաջ սարքելու ենք բոմժ, որտեղ բոմժ են եկել Երևան, բոմժեր պիտի գնան։ Սադախլուից առաջ Սվիտերով է եկել մի հատ, քնձռոտը։ Թոյրա թուլեքին վեկալի ու դավայստեից։ Այդ է իրանց վերջը լինելու։ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ իրանք չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է գրոհի, բայց փաստերով ապացուցվեց, որ Արայիկ Հարությունյանը պատերազմից ընդամենը օրեր առաջ արդեն իր հողերն էր վաճառում եւ իրանց շրջապատին այդ իշխանական այդ կլանին բան են անում, տակից ասում են, որ բանկերից ինչքան կարակ վարկ վերցրեք, այդ փողերը բանարեք, քանի սա լավ առիթ է։ Արտուր ջան, Արայիկ Հարությունյանը այդ իր օրթախի հետ կրվի ժամանակ ստե գազի զապրովկա էին առնում։
Հայաստանում։ Ինչ է, հիմա ուր է Արայիկ Հարությունյանը։ Պիտուշոկը։ Այսինքն սրանք փողի համար դառան պիտուշոկ։ Այդպես տերմին կա, չէ՞, գաղութում։ Նա Այսինքն այս պիտուշոկներին ես ինչ ասեմ։ Լավ, ասեք գեներալ։ Գեներալ չեք, դուք պիտուշոկ եք։ Նույնն է Մոսինը, Մովսես Հակոբյանը, ասեք, ռեստորանը այդտեղ բանի այդ տատի պապի արցանի հետև այդ եկա հարսանյաց սրահ ուներ, ասեք, բան այդ որ Մովսես Հակոբյանին չճանաչող վերջը գերեզման 4 հատ տախտակ չեն տանում այդ մարդիկ, ինչ որ էլի բան տարվի։ Մովսես Հակոբյանը ժամանակին եկել է Հայաստան, ես գիտեմ այդ բիտկոինը առել, ինչքան գումարի, ոնց այդ ամեն ինչից տեղյակ ենք։ Մովսես Հակոբյանին որ չճանաչես, այնպես խոսակը հուզվեց։ Ասես սուրբ ով է։ Բայց փաստերը կա, չէ՞։ Թալան, կողոպուտ, սա է։ Ինչ են հետները տանելու։ Սրանք շիրիմել չեն մնալու։ Սրանք մնալու են պատմության մեջ որպես դավաճան հայազգի թշնամիներ։ Դա է։ Դրա համար են հիմա խրխռում, իմպիչմենտ են գորում, չգիտես ինչ են անում, ինչ իմպիչմենտ արա։ Ասում եմ, Էշմիածնից կատու կգա, ձեզի կկրի ընտրություններին։ Դուք ով եք։ Դե հիմա թալաներն են այդ փողը մի ձև պետքա բանեն, մի երկու օգուտ տան, մի երկու կոպեկ, որ հերնեն ստենդը իրանց ռեկլամանեն, գորան։ Նրանք արդեն վերջացած մարդիկ են։ Եվ նորից եմ ասում, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հայ ժողովուրդը նրանց պետքա նետի պատմության աղբանոց եւ նետելու է մեր օգնությամբ։ Շատ դեպքեր կա, որ կարելի է ասես դնել իրար կողքի, որ 44 օրի պատերազմի ժամանակ ինչեր եղավ, ասենք դրսից եկածը, չգիտես, Մաքսայինի աշխատողը թալանում էր, ասենք, Ամերիկայից ուղարկում են սարքավորումներ, բան, չգիտես ինչի կամ ուղարկում էին դա մաքսազերծում, հայտնվում էր շուկայում վաճառքի, ասենք կեղտոտ բան եմ ասում, ես ինքը զանգել եմ, ուրեմն Արծրուն Հովանեսյանը արամ եկավ հաղորդման նկարահանման, ասեցի Արծրուն Ֆրանսիայի հայերը ուզում են բանակին ինչ որ մի բանով օգնած են, ինչ է այսօրվա դրությամբ պետք։ Դա արդեն հոկտեմբերի վերջերն է։ Ասեց Արտուր, ասեց, միակ բանը որ զինվորին չի հերիքում, դա ծխախոտն է։ Ծխախոտ մենակ ինչքան կարաք շատ։ Ասի խնդիր չկա, ուրեմն լիստեյով զանգում եմ ծխախոտ, տեսեք ուրեմն տականքը ոնց ալնում եմ։ Զանգում եմ սենց ան, մի անգամից։ Ինչ չի հետաքրքրում, զինվորի համար է, ինչի համար է բանա, կա բլոկներով կա դրած գինը 100 դրամ չեմ իջնում։ Դե ինչ ասես Արտուր ջան։ Դրա համար էլ այսօրն ենք ասել։ Ես չի չեմ մեղադրում այդ մարկանց, բայց այդ են տեսել 30 տարի տեսնեն որ Հայաստանում փող ունեցողն է մարդ։ Տեսնեն այդ են սովորել։ Քոչարյան Ռոբերտի ընտանիքին նայողը ինչ պետք է ուրիշ սովորի, որ փողի համար հորշիրիմը ծախեց։ Տվեց Թուրքին։ Նորից եմ ասում, այդ մարկանց մի մեղադրեք, որտեղ վերնախավը այդ հերոսները չգիտեմ ովքեր, այդ են եղել։ Փողի մեռած թուրքեր։ Այս ժողովուրդը նայելա, ախպեջան, ես փող չունեցար ում ես պետք։ Ես մի օր կպատմեմ իմ ծառայության մասին, բոլորը կիմանան, թե ինչեր եմ ես արձանագրել, ինչեր եմ տեսել։ Ու թող հեքիաթներ չպատմեն։ Որ Սերյան Մուշեղիչը, գեներալ գնդապետ, չգիտեմ, Գասպարյան Վովան, Հիանոսյան, ով եք դուք вообще։ Դուք թափ-թփուկ եք շարքային, որ փողոցում հելնում են դեմներս ճամփա են փոխում սրանք։ Ու տենց էլ պետք է լինի։ Իրանք իրանց տեղը պետք է իմանան, մենք իրանց տեղը ցույց ենք տալու։ Որտեվ նորից եմ նշում, սրանց տունը սրանց կնանիք են որոշում։ Սրանք այդքան տաղա չեն։ Ես իրանց sense պաշտոնապես հայտարարում եմ, որ իրանք տաղա չեն։ Թող գնան յուբկա հագնեն Քոչարյան Ռոբերտի ու Սերժիկի հետ։ Արամ ես իմ նախորդ պատմածից ավելի վատ պատմություն պատմեմ, որ ուղղակի ներսում չի տեղավորվում, ոնց կարելի է այդպես բան։ 2023 թվականի սեպտեմբերին արդեն Արցախի հայաթափումից հետո Արցախցի մարդը եղել, որ Իսակովի վրա փաստերը կա, ասենք, Իսակովի վրա ավտո այդ հայերը ոնց ռազմորկա է գնել $2 միլիոն, $2 միլիոն, ասենք, կանխիկ, ասենք, դու բերում ես Արցախից, դու ուղղակի մարդը ուղեղում չի տեղավորվում, ոնց կարելի ասեք $2 միլիոն ունենալ, այն դեպքում, երբ որ Արցախի համար դրամահավաք էին անում ամեն տարի։ Արտուր, մենք մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունից դուրս ենք լինելու եւ նկարահանելու ենք այդ տականքների ունեցվածքը Հայաստանից դուրս։ Այդ ժամանակ կներկայացնենք մեր ժողովրդին ինչ 2 միլիոն, 200 միլիոնից խոսացեք։ Կգնանք կնկարահանենք, արդեն ինֆորմացիան ստացել ենք, մենք գործուղման մեջ ենք լինելու, գնալու ենք նկարահանելու ենք եւ կգանք մեր հայրենակիցներին կներկայացնենք, թե սրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս ինչեր ունեն։ Մի հատ գերմանացի բոմժենք թե անունով գրե, Ժակ Ֆուֆուն, չգիտեմ ով,
բացահայտելու ենք ամեն ինչ, արդեն բացահայտվել է։ Այդ ամեն ինչը վերադարձնելու ենք պետական բյուջե։ Առանց սոված շամպես, լոզոտ, եկել եք Ղարաբաղից Հայաստան, նույն ձև ձեզ ճանապարհ ենք դնելու։ Սրանց պետք է չի դատել անգամ։ Սրանց պետք է ունեզրկես, գցես քուչեքը։ Թոյթան Սիյուշի հետ կլիպում նկարվեն։ Սեյանն ու Քոչյանը, քսազի իրանց։ Բայց յուբկա հակած։ Շատ հետաքրքիր տեսալովակ կլինի։ Վերջում Սիյուշոն կասի թեխի բան եղավ, Ռոբերտ ու Սեյանը որոշեցին, որ նկարահանվեն իր տեսահոլովակում։ Կամ այն բանը, ինչ որ այնտեղ զրթու փրթի է ծախում այդ բիժուտերիա։ Թող գնան այդ խանութում վաճառողի աշխատեն։ Քոչյան ու Սեյանը, քսազի իրանց։ Այդ ոնց ունեցան Միացյալ Նահանգներում տենց խանութ Հերոսի թորները Ամերիկային գնում ծմը, որ մոտ քրչոտ թուղթ տան։ Ինչ է այդ մարկանց ինչ ասես։ Արցախ ազատագրողը, չգիտեմ, ամեն Արցախի հորովել էին գնում երգում։ Սրա կենսագություն նայի մեզ հիվանդը առույց է սպանեն նստել են նկարվել։ Այսինքն հոգեկան փսիխիչեսկի բալնոյի մարդ է էսի։ Սրան պետք է տանես մոտ բժշկի մոտ, ասես էս երևի քյորփավաղ փողմող չի եղել ձերները, բան չի եղել, այդպես չտեսեն մեծացել։ Այն որպես պատիճ եկան ընկան, դա Լևոն Տեր-Պետրոսյանի լավությունն էր, էլի, որ էս չտես թոքից փախածներին բերեց իշխանություն տվեց։ Էտա, բայց նրանց վերջը մոտ է։ Ես քեմ սենց հանգիստ նստած խոսում, գիտեմ ինչ ա լինելու։ Այդ որ մեկ-մեկ թափթփուկներ կան, գրում են, բա Երևանի կենտրոնում են, այնտեղ մեկ էլ հել է ինչ որ ոգևորվի, Երևանի կենտրոնում նստած է։ Միշտ Երևանի կենտրոնում եմ նստել։ Ի տարբերություն ձեր թռածների, պիտուշոկների։ Ու հայ Երևանի կենտրոնում նստելու եմ, ասելու եմ դուք ով եք։ Ու նորից եմ նշում, այդպես որ մտնում շուտ կոմենտ են գրում իրանց ֆեյքերով, Քոչյանի հարցներն են, չէ՞ ամեն օր գրում։ Ձեր տան ворցերը, իրանց ворցը չկան, դե հելնում են մեր դեմը, փախնում են ուղակի։ Իրանց կյանքին թողում թռնում են։ Որտեւ իրանք էտ են։ Թուրքի շուն են իրանք։ Իսկ թուրքի շանը մենք գիտենք ինչ ենք անելու։ Արամ եւ մեր հերոստատիտողներին պետք է հավաստիացնեմ, արդեն նոր ինֆորմացիա հայտնեմ, որ դու ասեցիր, որ արտերկրում նկարահանումները սկսելու են եւ արդեն շատ շուտով, այո, արդեն թղթաբանային մի քանի վիզաների հարցեր, այո, հարցեր են եւ մենք հերթով արդեն երկրից երկիր տեղափոխվելու ենք, իհարկե բավականին ծախսատար, բայց մեզ հետ մեր մեջքին կանգնած են մեր հերոստատիտողները, ովքեր մտահոգ են, ովքեր ուզում են Հայաստանի Հանրապետությունը մաքուր լինի, վերջապես մաքրված լինի, այդ թալանչիներից վերջապես ուզում են արդարություն։ Դիզինֆեկցիա պետք է անենք այս ազգին։ Եվ շատ շուտով դրա համար պետք է խնդրենք ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հարգելի հետևորդներ, քանի որ YouTube-ը կանոնները փոխել է, եւ տեսանյութերի ծանուցումները միայն հնարավոր է ստանալ բաժանորդագրված լինելու դեպքում եւ Արամ շատ հաճախ մեկնաբանություններ գրում են, իսկ ինչի Արտուրը կադրում չի երևում, տեսեք հիմա ինչ եմ ասում։ Եթե հենց դարձանք 100,000 հետևորդ, ես այդ օրվանից սկսում եմ միանգամից կադրում Երևան։ Այնպես որ պետք է խնդրենք բաժանորդագրվեք, մեզ նման կերպ աջակցելը դա մեզ արդեն մեծ օգնած եք լինում, որպեսզի մենք մեր գործունեությունը շարունակենք, մեր բացահայտումները շարունակենք եւ Արամ, երեք տեղադրեցինք մենք հարցում մեր YouTube-յան ալիքում, հարցում այսօր է կարող են մասնակցել մեր հետևորդները, տես ուրեմն 18 ժամում 2000 հոգի է հարցմանը մասնակցել, հետևյալներ կառավարությունը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 1.5 տարի, ինչպես է գնահատում նախագիծը, 77% դրական է ներկա պահին գնահատել, բացասական 19% եւ չեմ կողմնորոշվում 4%-ը։ Այսինքն արդեն այս հայ ծնողները կողմ են, որ նաեւ ծառայության ժամկետը կրճատվի, որովհետեւ 30 տարի շարունակ նույն Սերժ Սարգսյանը ասում էր մենք հաղթած ենք, մենք բան, բայց 100-ից ավել ամեն տարի զոհ ենք ունենում մենք։ Ինքը հաղթած է։ Մի 10 թափթուկի ամեն ամիս փող է տալի, պարոն նախագահ, մի հատ մեկն էլ կա, երկի չէ յար համարում են, էլի Ղարաբաղից թռած, Ռազմիկ Ամյանն է ինչա։ Մտքով գանձացար, պարոն, ինչ որ երկեր գրե, չճանաչես կհուզվես։ Սրանք պատերազմը պարտվել են։ Երկ են գրում։ Դուք աշխարհում նման դեպք չեք գտնի, որ պատերազմում պարտված իշխանություն բանը նախկին իշխանությունը այդ հերոս գեներալ իրան համարողը պատերազմում պարտվի ու իր մասին երկ գրի։ Ես զարհուրում եմ ուղղակի։ Սենց բան չկա, աշխարհի պատմությունը մի քանի հազար տարվա ուսումնասիրեք, ոնց որ Նապոլեոնը պարտվեց ինքը իր մասին երկ գրեր։ Սա մի հատ սա նորից եմ ասում, դուք պատկերացրեք մարդիկ ինչ աստիճանի падոշ են։ Ինչ աստիճանի, որ հոր գերեզմանը մնացել է Թուրքին, իր հայրենիքից զրկվել է, դարել է փախստական,
երգ է գրում։ Մեր հեռուստադիտողների շատերը կհիշեն, հիմա դու էլ կհիշես, հիշում ես, հենց նույն Քոչյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ այդ զինվորական հավաքականի դիմացը ծնողները կանգնում են, կալակոլչիկով լսում են, որ 10 ավտոբուս հայտարարում են, որ 10 ավտոբուս Արցախ է գնում, ահուդողով այդ մարդիկ Արդու դեպք է եղել, կինը ավտոբուսի տակ ընկել։ Այդ այդպես դեպքեր է եղել Բորնի պունկտում։ Ես ներկա եմ եղել, իմ աշխում եմ տեսել։ Այդ արագ դուրս գալու ահուդողով, որ իրանց զինվորը հանգարց Այո, ես նորից եմ նշում, մենք շատ լավ ենք գնահատում եւ նաեւ հարցումները ցույց են տալի, որ 1.5 տարի դրական է, որ զինվորը 1.5 տարի ծառայի 2-ի փոխարեն, բայց մի շատ վերջաբան որպես այսպես մի շատ կարևոր հարցի կցանկանամ անդառնամ եւ հավաստիացնեմ մեր հայ ժողովրդին, որ այն հարուստի բջերը նախկին չինովնիկների, պաշտոնյաների, որոնք որ բանակից խուսափել են ինչ-ինչ հանգամանքներով, կապ չունի 30-40 տարեկան կնեն, դրանց վզից ենք բռնելու։ Եվ մենք ապագայում ցուցակ ենք կազմելու եւ այդ ցուցակը հրապարակել ենք, որ դրանց թուլեքը բանակում չեն ծառա եւ կոչ ենք անում, թող գան դրանից խոսան։ 1.5 տարի սարքում եք լավ եք անում, բայց այդ բանակից թռած վիժվածքները մեկն էլ ասում ես բանը, մեկ էլ հերն է մտնում, բա իմ տղուն բան ասես, բա ինչ պետք է ասենք։ Կարող է տղետ համասեռամոլա։ Այդ հարուստ օլիգարխներին անակնկալ է սպասվում։ Սաղի տները հաթաթ գնալու ենք ճշտենք։ Եթե իրանց որդին համասեռամոլա, թող հայտարարեն, մենք էլ ասենք համասեռամոլա, ինչ-ինչ հանգամանքներով վախեցել են ուղարկեն ծառայության, որտեղ կարող են դե իր այդ վատ բաները լիներ, այդպես։ Լավ, հերիք չես ժողովրդին խաբեք, թալնեք, կեղեքեք, այդ մեր գյուղացիներին ուղարկեք սահման։ Այս պետությունը քյասիբի տղեն է պահել, տրակտորիստի, այն վարության կանողի։ Սեյրան Օհանյանի տված գարիով են։ Ոչ թե Սեյանի տղեն, այն որ թո Էտել ենք բացահայտելու, այդ ոնց եղավ։ Ֆրանսիայում են հիմա։ Չէ, կրվի ժամանակ բրիգադի հրամանատար, այդ ոնց եղավ ինքը վիրավորվավ։ Իսկ կարող է ինքն իրան ոտից խփել, Սեյրան։ Ռուզիկին է կբարևես։ Դες դե հիմա էլ Ֆրանսիայում են։ Այո, դե հիվանդանոց բան ունի։ Գնացնեն վայելեն եւ եւս մի կարևոր հարցի, այսպես որպես վերջաբան Արտուր մեր հերոստադիտողները եւ մեր հայրենակիցները ինձ դիմել էին, որ ես բացահայտեմ, բայց մյուս հաղորդմանը մենք կբացահայտենք 3-շաբթի կամ 4-շաբթի օրը, ինչ որ Ռուսաստանի Դաշնային հայերի միություն կա, ինչ որ Արա Աբրահամյան կա եւ ինչ որ մի հատ կեղտ կա, նրա տեղական, օգնական, ինչ որ Լուսիկ անունով, այդ Լուսիկին խորհուրդ ենք տալիս մեր մյուս հաղորդմանը ուշադիր լինի Արա Աբրահամյանի հետ, որովհետեւ նրանց մենք բացահայտել ենք, թե ինչով են նրանք զբաղված եւ ես նրանց կոչ կանեմ, որ այդ հայերի միությունը փոխեն դնեն թուրքերի միություն, որովհետեւ նրանք լրիվ այլ բաներով են դեռ զբաղված։ Թափթփուկներ, մյուս շաբաթ մենք կբացահայտենք ձեզ։ Շնորհակալություն Արամ, հարգելի հետևորդներ, պետք է խնդրեմ նաև եթերի վերջում մեկնաբանություն ունեմ գրեք, արդյոք համակարծիք եք մեզ հետ թե ոչ, դուք կարող ունենաք հավելյալ ինֆորմացիաներ, սա մենք ներկայացրեցինք այն փաստերը, որոնք մեզ են հայտնի, խնդրենք նաև դուք ներկայացնեք այն փաստերը, որոնք դուք ունեք եւ պետք է խնդրեմ եւս մեկ անգամ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, քանի որ շատ շուտով արդեն հոկտեմբեր ամսին սպասում են նաև բացահայտումներ Հայաստանի սահմաններից դուրս, մեծ հաղորդումներ, ավելի ծավալուն, ավելի բացահայտումներով լի։ Այսքան ենք նախատեսել այսօրվա համար, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր եւ ես Արթուրն էի, լավ մնացեք, խաղաղ եւ բարի գիշեր բոլորին։